Բարև ձեզ, այսօրվա հունիսի 16-ի Մամլոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ Լենին, Ստալին, Պուտին, Տրամպլին կամ ոչինչ ավելի քան նախախնամություն։ Բայց նախքան թեմային անցնելը, ինչպես միշտ դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն բաժանորդագրվել են եւ նայում են հաղորդումներս, շարունակեք դնել լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասի Ավանեսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին եւ այսպես Լենին, Ստալին, Պուտին, Տրամպլին ոչինչ ավելի քան նախախնամություն։ Ուշադրություն դարձրեցիք այս վերոհիշյալ ազգանունների վերջավորություններին։ Լենին, Ստալին, Պուտին, Տրամպլին։ Մի տեսակ կամա թե ակամա եզրանկման տեղիք է տալիս, որ այս ինով վերջացող ազգանունները աչքի են ընկնում իրենց քայքայիչ ավերիչ աուրայով։ Լենինի մասին չեմ էլ ուզում անդրադառնալ, այնքան արդեն ախիրներ այնքան շատ կան բացված, որ պարզ է միայն ասեմ, որ այդ բավականին խելոք, բայց խելոք հմուտ, բայց ինչ ասեմ, մոլագար չար մարդը առաջինը երկրում ստեղծեց, առաջին աշխարհում ընդհանրապես իր ժամանակ ստեղծվեցին համակենտրոնացման ճամբարները։ Ռուսաստանում ստեղծված այդ համակենտրոնացման ճամբարները սկզբից մտավորականության, ինչպես Ռուսաստանում ասում ինտելիգենցիայի համար էր, ապա նաև հոգևորականության, հետո դրան ավելացան հասարակության բոլոր մյուս խավերը, որոնք որ համարձակվել էին դեմ հանդես գալ սովետներին։ Հետո Լենինի այս գործը, սկսած գործի հմուտ աշակերտը, շարունակողը եւ զարգացնողը եղավ Ստալինը։ Տերոր, կարմիր տերորին հետևեց Ստալինի անհատի պաշտամունքից բխող բռնությունները, հետևեցին դրանից բխող բռնությունները։ Հաջորդ ինով վերջացող ազգանվամբ Պուտինը եւ նրա ոչ անձնակազմը թիմային, այսպես կոչված, Կրեմլում նստած Ստալինին համարում են իրենց, այսպես ասած, էտալոնը։ Պատահական չէ, որ տարբեր առիթներով համայն Ռուսիայի իմաստունը Ստալինին անվանել է հմուտ մենեջեր։ Եվ ակնհայտ է, որ հիմա իր գործողություններով, իր ամբողջ քաղաքականությունը վարելու ձևերով ինքը նկատի ունի ստալինիզմը։ Պատահական չէ, որ քանի անգամ ասել եմ, որ հիմա Ռուսաստանում թևածում է ստալինիզմի ուրվական, ինչպես ժամանակին Մարքսի վերացնելուց Եվրոպայի վրա թևածում է կոմունիզմի ուրվականը։ Կոմունիզմի ուրվականը թևածեց թողեց գնաց, բայց ինչպես տեսնում եք ստալինիզմի ուրվականը դեռ շարունակում է թևածել առանցին վերցրած մի երկրում Ռուսաստանում։ Եվ հիմա մյուս ինով վերջացնող քայքայիչի գործունեությունը աշխարհը հանգեցրել է ջերմամիջուկային պատերազմի շեմին։ Արիզբոն իմաստով, որովհետև այն ինչ կատարվում է հիմա Մերձավոր Արևելքում, հղի է էսկալացիայի վտանգով եւ հղի է ընդհանրապես աշխարհի ամբողջ անվտանգության համակարգի խախտման։ Եվ գիտեք, առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների, առանց ներկայացպիտակ տան եւ թողտվության եւ թույլատրության Իսրայելը չէր գնա այդ քայլին, չէր հարձակվի Իրանի վրա։ Եվ հիմա վերջերս էլ օրինակ երեկվա այն հաղորդագրությունը, թե Իսրայելի վարչապետը դիմել է
Թրամփին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնեն իրեն, Իսրայելին, սա ոչ այլ ինչ է, դե ոչ այսպես կոչված ձևական քայլ, որ այդ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները օգնում են Իսրայելին։ Առավել ևս, որ չեմ կարող ասել, թե դա ինչքանով այդ ինֆորմացիան ճիշտ կամ սխալ, բայց ամենադեպս գոնե ռուսական ինֆորմացիոն աղբյուրներին, որոնց ես այդքան էլ հակված չեմ հավատալ, բայց մի քանի աղբյուրներից տեղեկություններ եղան, որ ամերիկացիները իբր հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայից տեղափոխել են Իսրայել, որպեսզի պաշտպանեն Իսրայելի օդային տարածքը։ Ինչ չեմ պատկերացնում, թե այդ հակաօդային համալիրները Ուկրաինային տված ոնց պետք է դերից տեղափոխեն մեկ օրում, երկու օրում։ Իսրայել այնուամենայնիվ ռուսական լրատվամիջոցներում այդպիսի հաղորդագրություններ կան։ Հաղորդագրություններ, որոնք որ նաև վկայում են այն մասին, որ այն ինչ տեղի ունենում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրան-Իսրայել հարաբերություններում այդ պատերազմին դրանից լրելյային հրճվանքի մեջ է ամեն ռուսոյի իմաստուն, որովհետև Իսրայելա-իրանական պատերազմը աշխարհի ուշադրությունը շեղել է Ուկրաինայից։ Սա ակնհայտ է, որովհետև եթե նույնիսկ լրատվամիջոցների բաները բացում ենք, խոսքը, ժապավենը, ապա մեծ մասամբ, նաև բնականաբար, ամբողջ ինֆորմացիան այդ լրատվահոսքը վերաբերում է Իսրայել-Իրան պատերազմին։ Ինչևէ, այնուամենայնիվ ըստ այսօրվա տեղեկությունների լրահոսի պատերազմը շարունակվում է, թե Իսրայելը, թե Իրանը փոխադարձ արտիրային հարվածներ են հասցնում, պատճառելով մեծ ավերածություններ։ Թեպետ մի այդ լրահոսում մի ինֆորմացիա նկատեցի հիմա մեջբերում, դա գրված է Իսրայելը հայտարարել է Իրանի արտադրական հզորությունների դեմ լայնածավալ հարվածներն ավարտելու մասին։ Եթե Իսրայելը համարում է, որ իր գործողություններն արդեն հասել են իրենց նպատակին և հայտարարում է դրանց ավարտի մասին, ապա գուցե սա ինչ-որ մի հույս է ներշնչում, որ այնուամենայնիվ այս պատերազմը, Իրանի դեմ սանձազերծած Իսրայելի պատերազմը շուտով կավարտվի։ Հուսանք, թեպետ առայժմ ոչ մի լավատեսական բան առայժմ չկա, բացի այս հայտարարությունից, միևնույն ժամանակ էլ մնում է ընդամենը միայն հուսալ, որ այս Իսրայելի հարձակումը Իրանի դեմ, Իրանի վրա չի տարածվի ավելի լայն, չի տարածվի ամբողջ տարածաշրջանում։ Մի նկատում մասնավորապես Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերը, լուրջ վտանգ է, մարտահրավերը չէ, վտանգ է։ Եվ այս առումով իհարկե պարտադիր չի, որ Հայաստանի ներկայիս կառավարիչները հրապարակային ասուլիսներ անեն կամ հայտարարեն, թե ինչ քայլեր են ձեռնարկում։ Ամենևին էլ պետք չի, բայց պետք է հուսալ, որ բավականաչափ գոնե քայլեր ձեռնարկում են հնարավոր անցանկալի իրավիճակի անցանկալի զարգացման համար։ Թեպետ այն քայլերը, որոնք նրանք այս Հայաստանի կառավարիչները կատարում են ներքաղաքական կյանքում, վկայում է, որ սրանք չեն պատկերացնում իրեն շուրջը տիրող իրավիճակի մասին։ Խոսքը մասնավորապես երեք Պրոշյան սովխոզում առաջացած պետպես էին ասում, Պրոշյան գյուղում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին է, որը հետևանք է այն բանի, որ բնակչությունը բողոքում է, որ վերացնում են, փոխում են, թե վերացնում են կամ այլ տրանսպորտային կազմակերպության են փոխանցում այդ գյուղը Երևանի կապող տրանսպորտային սպասարկում։ Ըստ որի
սպասարկման գինը ուղևորцы թանկանալու եւ բնակչությունը բողոքում է։ Բողոքում է նաեւ, որ այդ նոր ավտոբուս նոր ուղեգիծը կրճատվելու է եղածի համար, գյուղ չի մտնում, թե ինչ ավան չի մտնում, մոտավորապես այդպես է։ Վերջը բնակիչները դժգոհ են, որ ինչպես պետք է իրականացվի այդ տրանսպորտային գիծը, չվերթը, ուղերթը ավելի ճիշտ, միաժամանակ նաև բողոքում է, որ թանկանալու է ուղևորцы։ Համ կրճատվելու է սպասարկման այդ տարածություն, համ էլ թանկանալու է ուղևորцы։ Եվ բնականաբար մարդիկ բողոքում են, իսկ բողոքողների դեմ իշխանությունները, կառավարիչները ուղարկել են որպես պատնեշ, որպես ճնշիչ միջոց ուժայիներին եւ տեղի ունենում անցանկալի այսպես ընդհանուրներ, ձերբակալություններ եւ այլն։ Եվ այստեղ տեղին է հիշել Հայ ազգային կոնգրեսի այն հայտարարությունը, որտեղ որ մասնավորապես կոչ է արվում հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրավիճակին, զերծ մնալ, դադարեցնել նաև բողոքի ցույցերը ելույթները։ Այս բողոքի ելույթները ցույցերը դադարեցնել են այդ կոչը ուղղված է ոչ միայն բնակչությանը, ոչ միայն բնակիչներին, այլև կառավարիչներին, որպեսզի նրանք էլ առիթ չտան նման ելույթների։ Եկներդ գլուխները հավաքեք, ազարեք, նստեք, վերընկեք տեղներ։ Ինչ եք մարդկանց հրահրում, էլ բան ու գործ չունեք։ Սա է ամբողջ խնդիրը։ Սա է ամբողջ խնդիրը, որ լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Դրա համար ճիշտ է, հայ կառավարիչների մեջ չկա ինով վերջացող ազգանուն ունեցող, բայց մենակ դա չի, ինի հարցը չի։ Այսօր Լենին, Ստալին, Պուտին, Տրամպլին հավագումարում նաև կապ չունի, թե Հայաստանի կառավարիչներից ինչ ազգանուններ կան։ Նրանք էլ կարծես թե անադեկվատ քայլեր են ձեռնարկում։ Եկնում եմ, մասնավորապես նկատում եմ այդ Պրոշան գյուղի հետ կապված, գյուղի խնդիրներին կապված բողոքի ցույցը եւ այդ բողոքի ցույցերը ճնշելու բիրտը չասեմ, իրավապահներն իրենց գործն են անում, թեպետ նրանց մեջ էլ կան ոստիկաններ, որոնք ունից դուրս են գալիս եւ դրսեւորում են ոչ adekvat դրսեւորում։ Բավարար խավեր։ Ինչևէ, այսօր որոշեցի ավելի հակիր հաղորդման մեջ, որովհետեւ իրավիճակը լուրջ է։ Ավելի շատ հարկ է հետևել լրահոսին, բայց այնուամենայնիվ ես մնում եմ իմ այն ոչ, թեպետ ես ինչպես ասում են կոնսպիրոլոգ չեմ եւ չեմ էլ հավատում դրան, բայց այնուամենայնիվ այդ ազգանունների վերջավորությունների համընկնումը կարծես թե պատահական չի։ Դա Աստված որ դրանք շուտ վերանան այդ եւ ազգանունների այդ համընկնումը եւ աշխարհը սթափվի դեպի ինքնաոչնչացում տանող ճանապարհից։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, մեկ անգամ եւս խնդրում եմ բաժանորդագրվել իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն կան։